Նախիջևանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի փախստականների թեման քննարկելուց հետո Բաքուն հարցը Վաշինգտոն է տեղափոխում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Վաշինգտոնում ամերիկյան կոնգրեսի շենքում տեղի կունենա միջազգային համաժողով նվիրված իբր Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը։ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023-ի Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Վաշինգտոնյան համաժողովի մասնակիցները իբր Հայաստանից արտաքսված 100 հազարավոր ադրբեջանցիների օրինակով քննարկելու են նրանց հայրենի օջախներ անվտանգ, կամավոր եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային կառույցների մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի։ Կազմակերպության մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը նշել է, որ Հայաստանի հետագա անդամակցության հարցը ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից կդառնա մանրամասն քննարկման առարկա։ Նրա խոսքով այս հարցը կքննարկվի ուշադրությամբ։ Անհրաժեշտ է առանձնահատուկ կանգ առնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, հաշվի առնելով նաև Հայաստանում անցկացված ընտրությունները։ Զանգեզուրի Միջանցքի անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը, Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ներառելու ԵՄ երկրների մտադրությունը, ինչպես նաև այս տարածաշրջանում իրականացվող այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրման։ Մենք վերահսկում ենք իրավիճակը։ Պուտինի օգնական Ուշակովը ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջին շրջանում նկատվող հայ-ռուսական լարված հարաբերություններին։ Պուտինի օգնականի գնահատմամբ Երևանի հետ կապված վիճակը Մոսկվան դիտարկում է որպես արևմուտքի փորձ հարձակվելու այն ինտեգրացիոն միավորումների վրա, որոնց մասնակցում է Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, ըստ Ուշակովի, առաջ է մղում պատրանքային այն գաղափարը, թե դարեր շարունակ կողք կողքի ապրած եւ միշտ միմյանց օգնելու եկած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարող է վերանայվել։ Հայ քաղաքագիտական համայնքը համարում է, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո ռուսական կողմը ակտիվ եւ թեժ է պահելու Հայաստանի վերաբերող տեղեկատվական ֆոնը։ Մի կողմից արևմուտքը, մի կողմից Ռուսաստանը, մեկը ցանկանում էր իշխանությունը պահել, մյուսը վերցնել իշխանությունը, արևմուտքին հաջողվեց վերցնել իշխանությունը, հունիսի 7-ին Ռուսաստանը պարտվեց։ Բավականին լարվել է Ռուսաստան-ՆԱՏՕ եւ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները, բավականին լարվել է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերությունները։ Դրա համար հիմա աչք չեն փակում եւ շատ խիստ դիրքորոշում են հայտնում։ Բաքվում ընթացող իսլամական գործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական միության 20-րդ համաժողովում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից է խոսել Թուրքիայի խորհրդարանի նախագահը։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կհաստատվի ամուր ու անկեղծ խաղաղություն, իսկ Հարավային Կովկասն էլ կդառնա խաղաղության, հանդարտության եւ կայունության տարածաշրջան։ Քուրթուլմուշտն ընդգծել է, որ նման լավատեսության հիմք է տալիս խաղաղության բանակցություններում երկրների միջև արձանագրված առաջընթացը։ Երևանն այժմ գտնվում է զարգացման իր ուղու ընտրության գործընթացում եւ դա կարեւոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։ Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, նրա ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր ու էական է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան եղբայրական երկրներ։ Յուղմթերքի բերքահավաքի ակտիվ շրջանն է հիմա եւ ուրեմն ամենահետաքրքրվող թեմաներից մեկը պտուղ բանջարեղենի արտահանման խնդիրներն են եւ ֆերմերների ֆինանսական դժվարությունները։ Կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որի շրջանակում առաջարկում է վարկային արտոնությունների երկարաձգում այն այգետերերի համար, որոնք բախվում են արտահանման, մասնավորապես ռուսական շուկա մուտքի սահմանափակումների հետ։ Ըստ այդմ այն շահառուները, որոնց վարկի մայրգումարի արտոնյալ ժամկետն ավարտվել է կամ ավարտվելու է, մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ստանալու են վարկի մարման ժամկետի 1 տարվա երկարաձգում եւ եւս 1 տարվա մայրգումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Սա նշանակում է, որ այգետերը 1 տարի չի վճարելու վարկի մայրգումարը, վճարելու է միայն տոկոսները, կամ էլ դա էլ չի վճարելու, եթե վարկը եղել է անտոկոս։ Շահառուն մինչև 26 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց, գիծ ներկայացնելով նախարարության կողմից տրամադրված տեղեկանք մոնիտորինգի արդյունքներով այգին հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև 26 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը։
Մեկ այլ ծրագրով կառավարությունը ջերմոցատերերի համար սկսել է կիրառել նույն արտոնությունը։ Վարկառու ջերմոցատիրոջը տրամադրվում է մայրգումարի վճարման 6 ամսյա արտոնություն։ Դրանից հետո արտոնյալ ժամկետի ևս 6 ամսով երկարաձգման հնարավորություն։ Գործադիրում ընդհանուր առմամբ արված աշխատանքից գոհ են, ասում են, կարծես գյուղմթերքի գնանկում չի նկատվում։ Էժանացում ֆիքսվում է միայն ծաղկի եւ լոլիկի շուկաներում։ Այդպիսի ազդակ, որ մեր շուկայում գնանկում կա, մասնավորապես մրգի, բանջարեղենի եւ այլն, այսինքն բանջարեղեն մրգային դեֆոլտ ունենք, տենց ոնց որ թե տենց ազդակ մենք ընդհանրապես չունենք։ Վարկը մարելու արտոնությունն իհարկե լավ է, բայց ընդամենը շունչ քաշելու հնարավորություն է բիզնեսի համար։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի միևնույն է ֆերմերները ստիպված են լինելու վարկը փակել, իսկ դրա համար հիմա եւ հետո պետք է կարողանան վաճառել ստացած պրոդուկտը, պտուղ բանջարեղենը։ Այստեղ ամենակարևոր հարցն է առաջ գալիս, որտեղ ի վերջո որոնք են հայկական գյուղմթերքի սպառման նոր շուկաները։ Մեծ հաշվով բոլոր սցենարների դեպքում պլյուսով է լինելու եւ հիմա մենք տեսնում ենք, որ նոր ուղիներ են ի հայտ գալիս, նոր արտահանման երթուղիներ, նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ իր ողջ այդ բաներով գործող սահմանափակումներով հանդերձ Հիմնական անելիքը տնտեսվարողներինն է, որոնք պետք է տրանսֆորմացնեն իրենց արտադրման պրոցեսները, դրանք հարմարեցնեն նոր շուկաների պահանջներին եւ դիվերսիֆիկացնեն արտահանումները, համոզված են կառավարության ներկայացուցիչները, այսինքն կառավարությունը օգնում է, որպեսզի բանկերը չսննկացնեն մարդկանց, բայց հետագայում բիզնեսի գոյությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլերը պետք է կատարեն հենց իրենց ֆերմերները։ Հունիսի 19-ից 21 ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է ավելի քան 760 տոննա պտուղ բանջարեղեն եւ 390,000 հատ ծաղիկ։ Ըստ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տվյալների, ամառային գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին զուգընթաց արտահանման ծավալներում ավանդաբար բարձր տեսակարար կշիռ ունեն թարմ մրգերն ու ջերմոցային մշակաբույսերը։ Արտահանման ծավալում ամենամեծ բաժինն ընկնում է Ծիրանին՝ 371 տոննա։ Այսուհետ վաճառողը պարտավոր կլինի ապահովել, որ գնորդին փոխանցված ապրանքը լիովին համապատասխանի ինչպես պայմանագրով նախատեսված պայմաններին, այնպես էլ այն հատկանիշներին, որոնք սպառողը կարող էր ողջամտորեն ակնկալել տվյալ ապրանքից։ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի նոր օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից։ Այս իրավական փոփոխությունների առանցքային հարցը սպառողների իրավունքների պաշտպանության մոտեցումներն են ԵՄ-ի ստանդարտներին համապատասխան։ Խոսքը վերաբերում է կենցաղային տեխնիկայի, հագուստին, կոշիկին, ինչպես նաև թվային տարեր պարունակող ապրանքներին ու ծառայություններին։ Եթե օրինակ գնորդը պատվիրել է որոշակի բնութագրով հեռախոս, սակայն ստացել է այլ հիշողությամբ կամ գույնի սարք, ապա եթե ապրանքը չի կատարում այն գործառույթները, որոնց մասին նախապես համաձայնություն է ձեռք բերվել, ապա այն կհամարվի չհամապատասխանող։ Նույնը վերաբերում է նաև դեպքերին, երբ ապրանքը չի տրամադրվում անհրաժեշտ պարագաներով, հրահանգներով կամ խոստացված թարվածումներով։ Կարգավորումների հիմնական նպատակը հետևյալն է՝ սահմանել վաճառողների համար հստակ չափանիշներ, հստակ պահանջներ, թե ինչպիսի ապրանք պետք է վաճառվի վերջիններիս կողմից եւ այդ ապրանքի չհամապատասխանելու պարագայում ինչ հետևանքներ կառաջանան վաճառողների համար։ Նոր կարգավորումներով սահմանվում են նաև հստակ ժամկետներ։ Նոր ապրանքների դեպքում գործում է 2 տարվա երաշխիքային ժամկետ, իսկ օգտագործված ապրանքների համար առնվազն 1 տարի։ Բացի այդ, եթե գնորդը հայտնաբերում է թերություն, դրա մասին պետք է վաճառողին տեղեկացնի հայտնաբերման պահից 2 ամսվա ընթացքում։ Ընդ որում օգտագործված ապրանքը իրացնելիս վաճառողը պետք է հստակ սպառողին ներկայացնի այդ ապրանքի հնարավոր թերությունները, քանի որ օգտագործման արդյունքում մաշվածության հարց կա եւ մի շարք այլ խնդիրներ կան եւ նախապես սպառողը պետք է տեղեկացված լինի դրա մասին։ Նոր կարգավորումներով սպառողը չի կարող միանգամից պահանջել վաճառքի պայմանագրի լուծարում, եթե ապրանքի հայտնաբերված թերությունը համարվում է աննշան։ Այս դեպքում վաճառողն է պարտավոր ապացուցել, որ թերությունն էական չէ եւ հնարավոր է վերացնել առանց ապրանքի փոխարինման կամ գործարքի չեղարկման։ Վերանորոգման հետ կապված շատ կարևոր է ընդգծել, դա համատեքստն է կապված վերանորոգման գործընթացում
համապատասխան, այսպես ասած, առողջ դետալների մասով ընկերության պատասխանատվության հետ, ու այստեղ օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ օրինակ, եթե ձեզ պետք է X ապրանքի համար X դետալը փոխել, բայց այդ փոխելու ընթացքում պետք է փոխվի եւս 4 այլ դետալ, որոնք որ համապատասխան էին, այդ ամենը պետք է իրականացվի վաճառողի հաշվին։ Պատասխանատուները արդեն իսկ խորհուրդ են տալիս վերանայել պայմանագրերը, երաշխիքային պայմանները եւ գովազդային հայտարարությունները, որպեսզի հուլիսի 1-ից գործող նոր կանոնները խնդիրների պատճառ չդառնան։ Իսկ սպառողների համար փոփոխությունները կարող են դառնալ լրացուցիչ երաշխիք, որ գնված ապրանքը պետք է համապատասխանի ոչ միայն գովազդին, այլ իրականությանը։ Գյուղոլորտում վերջին շրջանում ակտիվացած հիմնական խոսակցությունը ոչ թե բերքի ծավալն է, այլ գներին են առնչվում։ Ֆերմերները նշում են, վերջին ամիսներին գյուղատնտեսության համար անդրաժեշտ գրեթե բոլոր միջոցները սերմացուից մինչև վառելիք ու պարարտանյութ զգալիորեն թանկացել են, ինչի հետևանքով արտադրությունը դարձել է ավելի ռիսկային եւ քիչ կանխատեսելի։ Կարտոֆիլի տնկանյութը Եվրոպայից գալիս հասնում է Հայաստան 1300-ից 1400 եվրո։ 1000 եվրո չեն հասնում, 800 եվրո է եղել։ Գյուղոլորտի փորձագետները փաստում են ստեղծված վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով, միջազգային շուկաների տատանումներից մինչև ներմուծման հետ կապված ծախսերի աճ։ Ֆերմերների համար, սակայն ամենամեծ ու ամենալուրջ խնդիրը մնում է այն, որ ծախսերի աճը չի համընկնում արտադրանքի իրացման գների հետ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքնարժեքը բարձրանում է ավելի արագ, քան գյուղմթերքի վաճառքի գինը։ Սա ուղղակի ճնշում է փոքր ու միջին ֆերմերներին, նշում է գյուղոլորտի մասնագետը։ Պետությունն իր հերթին փորձում է սեղմել իրավիճակը, առաջարկելով սուբսիդավորված վարկային ծրագրեր։ Նախագծի համաձայն նախատեսվում է շուրջ 40 միլիարդ դրամի վարկավորում, որը պետք է հասնի մոտ 20-ից 25 հազար շահառուի։ Վարկերի մարման պայմանները սահմանված են։ Առաջին մայր գումարի մարումը սկսվում է տրամադրումից 6 ամիս անց ամսական վճարման տարբերակով։ Տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե վարկը նպատակային չի օգտագործվել։ Այն է գյուղատնտեսության եւ ագրովերամշակման համար կամ եթե շահառուի կողմից տրամադրվել է կեղծ տեղեկատվություն եւ դա բացահայտվել է վարկի տրամադրումից հետո։ Տոկոսագումարի սուբսիդավորումը դադարեցվում է նաեւ, եթե 1 տարվա կտրվածքով վարկառուն 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ է կուտակել։ Բոլոր այս դեպքերում ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառուի։ Ֆինանսական խնդիրներից բացի գյուղատնտեսները բարձրացնում են նաև բնական ռիսկերի հարցը։ Կարկուտի կամ բնական այլ աղետների դեպքում գյուղացիները հաճախ չունեն ապահովագրական պայմանագրեր, ինչի պատճառով վնասները ամբողջությամբ մնում են իրենց վրա։ Այս պայմաններում գյուղոլորտում հիմնական հարցը մնում է նույնը, երբ թե ծախսերը, թե ռիսկերը աճում են, իսկ եկամուտները ոչ։ Մարտիկի վիճակի չեն հիմնականում մարդը վարկ վերցնելու բոլորը հիմնականում ժամկետանց կամ սև ցուցակում են, ազնվորեն պետք է տանեն կամ մի ժամկետանց վարկ փակեն, կամ էլ որ արդեն եկնելու է ժամկետան ու որի որ տոկոսը բարձր է։ Իշխաններ ուզում է թղթի վրա բերեն, թե չգիտեմ իրանք գյուղատնտեսության մեջ ինչ են անելու։ Ֆերմերները սպասում են ոչ միայն վարկային աջակցությունների, այլ նաև երկարաժամկետ լուծումների, ինչը ենթադրում է ապահովագրության զարգացում, շուկաների կայունացում եւ արտադրական ծախսերի վերահսկում։ Այս պահին, սակայն, գյուղատնտեսության դաշտում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ։ Ամառային շոկ օրերին մարդիկ դառնում են ավելի անհամբեր, իսկ առօրյա տարաձայնություններն էլ շատ հաճախ վերաճում են լուրջ վեճերի։ Սա ըստ դիտարկումների։ Մասնագետները սակայն այդ ամենի մեջ պատճառահետևանքային կապ են տեսնում։ Նրանց գնահատման բարձր ջերմաստիճանը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն մարդու ինքնազգացողության, այլև վարքագծի վրա։ Միջազգային մի շարք ուսումնասիրություններ արձանագրել են օդի ջերմաստիճանի բարձրացման եւ ագրեսիվ դրսևորումների միջև կապը։ Քրեաբանության մեջ բացատրվում է առօրյա գործունեության տեսությամբ, ինքնատակ եղանակին մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում տնից դուրս հանրային վայրերում, օգտագործում են ալկոհոլ։ Սա միջազգային պրակտիկան է, եւ մարդկանց միջև նման իրավիճակում շփումներն ու սոցիալական փոխազդեցությունները շատանում են, ինչը ինքնաբերաբար կարող է մեծացնել պոտենցիալ կոնֆլիկտների հավանականությունը։ Իրավապաշտպաններ ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ամռանը կարող են ավելանալ ոչ միայն անձի, այլև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հնարավորությունները։ Նրանց կարծիքով բնակարանների բաց պատուհանները, արձակուրդների պատճառով դատարկվող տները եւ մարդկանց բացակայությունը երբեմն լրացուցիչ պայմաններ են ստեղծում իրավախախտումների համար։ Ընտանեկան բռնության պարագայում տանը փակված տարածության մեջ ֆիզիկական անհարմարավետության պայմաններում շոկը մեծացնում է ագրեսիան ընտանիքի անդամների հանդեպ։
Խուլիգանությունն ու ճանապարհային ագրեսիա նաև նմանատիպ թեզ կա արդեն, որը զարուսներն ավելի անհամբեր են դառնում, հեշտությամբ բորբոքվում են եւ կոնֆլիկտի մեջ են մտնում, օրինակ շփրանումների ժամանակ կամ ազդանշաններ տալու դեպքում։ Մասնագետների ուսումնասիրությունների համաձայն օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ հաճախ աճում են նաև սպանությունների, դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու, բռնի հանցագործությունների դեպքերը։ Բարձր ջերմաստիճանը ըստ դիտարկումների կարող է նվազեցնել մարդկանց ինքնատիրապետման մակարդակը, նպաստել գրգռվածության ու սթրեսի խորացմանը։ Մասնագետների խոսքով դրանց զուգահեռ կարող է առաջանալ ջրազրկում, քնի խանգարումներ եւ հոգնածություն, գործոններ, որոնք ազդում են հուզական կայունության վրա։ Եթե օրինակ մարդիկ ավելի հոգեգրթված են եւ կարողանում են ճիշտ հուզական թուլության, անհարմարավետության պայմաններում իրենց արագ բերել կառավարելիության դաշտ, հասկանալ ինչի հետևանքով է դա տեղի ունեցել, կարողանան օրինակ որոշակի շտկումներ իրականացնել, ավելի հեշտ դուրս կգան այդ իրավիճակից, քան այն մարդիկ, ովքեր այսպես թե այնպես հուզական անկառավարելիության տակ են գտնվում։ Մասնագետները նշում են, որ մի շարք երկրներում իրավապահ մարմինները հանցավորության կանխարգելման ռազմավարությունները մշակելիս հաշվի են առնում նաև եղանակային գործոնի ունեցած ազդեցությունը։ Հատկապես ամառային շոկ ամիսներին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կազմակերպում հանրային վայրերում, զբոսայգիներում, ժամանցի գոտիներում եւ այն թաղամասերում, որտեղ սոցիալական լարվածության կամ բռնի միջադեպերի ռիսկն ավելի բարձր է գնահատվում։ Մասնագետները նշում են, որ շոկ եղանակը ինքնին հանցագործության պատճառ չի հանդիսանում, սակայն կարող է նպաստել այնպիսի պայմանների ձևավորմանը, որոնք մեծացնում են լարվածությունն ու կոնֆլիկտների առաջացման ռիսկը։ Այդ պատճառով առաջարկվում է լինել առավել զուսպ ինչպես կենցաղում, այնպես էլ հանրային վայրերում։